Մենք որոշեցինք նախկին դասադուլավորներն, ինչպես արդեն գիտենք, որոշեցինք մարտի 8-ի համար բոլորովին քաղաքականության հետ կապ չունեցող ինչ-որ միջոցառում անել։ Դա ասենք թե շնորհավորենք կանանց եւ աղջիկների տոնը եւ այլն եւ այլն եւ մի քանի տարբերակներով մտածեցինք ինչ կարելի անել, ինչպես կարելի անել եւ քանի որ մենք չենք ուզում ինչ-որ ուրիշ ինչ-որ փողային առումով, որովհետեւ ուսանողներ են կամ երիտասարդներ են, որ ասենք փողի հետ չի ուզում գործ ունենա, որոշեցինք հենց եկտողեր գրել ու բաժանել կանանց եւ աղջիկներին եւ շնորհավորել եւ երգի միջոցով ինչ-որ ռոմանտիկական մթնոլորտ ստեղծել։ Ուզում ենք հիշեցնենք աղջկանց, որ մարտի 8-ը ձևավորվել է որպես տոն, հենց նրա համար, որ մարդիկ կանայք ավելի ճիշտ առաջին անգամ դուրս են եկել իրենց իրավունքի համար պայքարի։ Չմոռանանք, որ մարտի 8-ը դարձել է կանանց տոն, այն բանից հետո երբ 1800-ականների վերջին Ամերիկայի քաղաքացի կանայք դուրս եկան փողոցներ պահանջելու իրենց ընտրական իրավունքը, քանի որ նրանք այդ ժամանակ զրկված էին ընտրական իրավունքից։